Ստամբուլում ուրբաթ կհանդիպեն Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, թույլատնելու Իրանի շուրջ լարվածությունը, հայտնում է Reuters-ը իր աղբյուրներին հղումով։ Ըստ ամերիկյան Axios-ի էլ հանդիպմանը, որը վերջին օրերին Թուրքիայի, Եգիպտոսի եւ Կատարի գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքն է, կմասնակցեն նաեւ այս երկրների, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Ավելի վաղ Իրանի նախագահն արտգործնախարար Աբբաս Արաղչիին հանձնարարել էր ուսումնասիրել միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Մասուդ Փեզեշքյանը սոցցանցում գրել է, որ դրանք պետք է անցկացվեն երկրի ազգային շահերը պաշտպանելու շրջանակում։ Ես հանձնարարել եմ արտգործնախարարին, եթե գոյություն ունենա համապատասխան միջավայր զերծ սպառնալիքներից եւ անհիմն սպասումներից, իրականացնել արդար եւ հավասար բանակցություններ, առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության եւ նպատակահարմարության սկզբունքներով։ Արևմուտքը մտավախություն ունի, որ Իրանը միջուկային զենք է պատրաստում, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ Ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը միշտ էլ պատրաստ է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, պայմանով, որ բանակցություններն անցկացվեն հավասար դիրքերից, հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա եւ ապահովեն Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունը։ Աբբաս Արաղչին զգուշացրել է, եթե Իրանի հետ խոսեն հարգանքով, հարգալից պատասխան կստանան, իսկ եթե խոսեն սպառնալիքներով եւ ուժի լեզվով, ապա արձագանքը նույնը կլինի։ Մենք պատրաստ ենք դիվանագիտության, բայց նրանք պետք է իմանան, որ դիվանագիտությունը չի կարող ուղեկցվել սպառնալիքների, ահաբեկման ու ճնշումների հետ։ Դիվանագիտությունն ունի իր գաղափարախոսությունը։ ԱՄՆ նախագահը, որը վերջին օրերին Իրանին բազմիցս կոչ է արել անմիջապես բանակցությունների նստել միջուկային ծրագրի շուրջ, այսօր հրաժարվել է մանրամասներ հայտնել։ Դոնալդ Թրամփը միայն ասել է, որ ԱՄՆ-ն հսկայական ուժեր է ուղարկել տարածաշրջան, իսկ բանակցությունները շարունակվում են բարձր լարվածության պայմաններում։ Սպիտակ տան ղեկավարը նաև սպառնացել է, եթե հնարավոր չլինի գործարք կնքել, ապա մեջբերում են վատ բաներ կարող են տեղի ունենալ։ Ես կցանկանայի, որ համաձայնություն ձեռք բերվեր։ Չգիտեմ դա տեղի կունենա թե ոչ։ Հիմա մենք բանակցում ենք Իրանի հետ, եւ եթե կարողանանք ինչ-որ բան մշակել, դա հիանալի կլինի։ Իսկ եթե ոչ, թերևս վատ բաներ տեղի կունենան։ Reuters-ի փոխանցմամբ արբանյակային նոր լուսանկարներից երևում է, որ Սպահանի եւ Նաթանզի միջուկային օբյեկտներում, որոնք տուժել էին անցած տարվա ամերիկյան հարվածներից, վերջերս կարծես վերանորոգման որոշ աշխատանքներ են կատարվել։ Ըստ Վաշինգտոնում գործող Գիտության եւ միջազգային անվտանգության ինստիտուտի, Սպահանի օբյեկտի թունելների մուտքերի վրա շինարարական աշխատանքները կարող են վկայել, որ Իրանը մեջբերում է ռազմական լրացուցիչ հարվածների է պատրաստվում, ինչպես դա նկատվել էր անցած տարի ԱՄՆ հարվածներից առաջ։ Դա նաեւ կարող է վկայել այլ օբյեկտներից միջուկային ակտիվների տեղափոխման մասին։ Իրանական աղբյուրները հայտնել են, որ Թեհրանը կարող է իր բարձր հարստացված ուրանն արտասահման ուղարկել եւ դադարեցնել հարստացումը համաձայնագրի շրջանակում, որով նաեւ պետք է վերացվեն տնտեսական պատժամիջոցները։ Թեհրանը երեք սակայն հերքել է դա։